Եթերում թույլ օղակն է։ Մեր խաղի 8 մասնակիցներից յուրաքանչյուրը կարող է այսօր վաստակել մինչև 2 միլիոն դրամ։ Նրանք իրար չեն ճանաչում, բայց եթե ուզում են խոշոր գումար շահել, պետք է միասնական և ամուր թիմ դառնան։ Նրանցից 7-ն այսօր կհեռանա դատարկաձեռն, քանի որ յուրաքանչյուր փուլի քվեարկությունից հետո մենք հրաժեշտ ենք տալու մեկ մասնակցի, նրան, ում թիմը համարի ամենաթույլ օղակ։ Ծանոթանանք այսօրվա թիմի մասնակիցների հետ։ Սմբատ, 39 տարեկան, քաղաք Երևան, ինժեներ, տնտեսագետ։ Արթուր, 44 տարեկան, քաղաք Երևան, տնտեսագետ։ Արշակ, 37 տարեկան, քաղաք Արմավիր, լեզվաբան։ Էմա, 24 տարեկան, քաղաք Երևան, պատմության ուսուցչուհի։ Վոլոդյա, 31 տարեկան, քաղաք Աշտարակ, հասարակագիտության ուսուցիչ։ Ալեքսեյ, 33 տարեկան, քաղաք Կապան, տվյալների վերլուծաբան։ Ռոբերտ, 32 տարեկան, քաղաք Երևան, լոգիստ։ Անահիտ, 38 տարեկան, Վանաձոր, պատմաբան, մանկավարժ։ Այժմ խաղի կանոնների մասին։ Յուրաքանչյուր փուլում թիմը կարող է վաստակել առավելագույնը 250,000 դրամ։ Ամենակարճ տարբերակը այս թվին հասնելու համար դա անընդմեջ 8 ճիշտ պատասխաններից շղթաձևավորելն ու գումարը բանկ ուղարկելն է։ Եթե մասնակիցը սխալ է պատասխանում հարցին, շղթան ընդհատվում է եւ ամբողջ թիմը կորցնում է արդեն կուտակած գումարը։ Սակայն, եթե ձեր անունը լսելուց հետո եւ նախքան հարցի հնչելը դուք հասցնում եք արտաբերել բանկ բառը, գումարը պահպանվում է։ Հաջորդ շղթան կառուցվելու է 0-ից։ Յուրաքանչյուր փուլում դուք վաստակելու եք այնքան գումար, որքան հասցրել եք ուղարկել բանկ։ Այդ գումարը կփոխանցվի հաջորդ փուլ։ Ընդհանուր շահումը կազմելու է բոլոր փուլերի հանրագումարում ստացված թիվը։ Առաջին փուլի համար դուք ունեք 2.5 րոպե ժամանակ։ Եվ մենք խաղը սկսում ենք այն մասնակցից, որի անունն այբենական կարգով առաջինն է։ Եվ դա Ալեքսեյ դուք եք։ Մենք խաղում ենք թույլ օղակ։ Առաջին հարցի արժեքն է 5,000 դրամ։ Ժամանակ։ Ալեքսեյ, հնդկացի ինչ ժողովրդի անվանում կարող եք գտնել կամայականորեն բառի մեջ։ Պաս։ Մայա։ Ռոբերտ, Հնդկաստանում որ խոշոր կենդանիներին վարժեցնողների գործիքն է կոչվում անկուշա։ Փիղ։ Ճիշտ է։ Անահիտ, ինչպես կկազմվի քույր բառի սեռական հոլովը։ Քրոջ։ Ճիշտ է։ Սմբատ, տարվա մեջ ավելի շատ են 30 թե 31 օր ունեցող ամիսները։ 31։ Ճիշտ է։ Արթուր, հայերենում ինչը ծակ մարդն է բնորոշվում որպես ագահ եւ անկուշտ։ Ժլատ։ Սխալ է, ճիշտ պատասխան է աչքը, Արշակ, որ մարզաձևի Եվրոպայի չեմպիոն է Էլինա Դանելյանը։ Պաս։ Շախմատ, Էմա, ռազմաքաղաքական, որ կառույցի գլխավոր քարտուղարն է Մարկ Ռյուտեն։ ՆԱՏՕ։ Ճիշտ է, Վոլոդյա, որ շանսոնյեն է ֆրանսիական կրակեկ դաշնակահարի վրա ֆիլմում հանդես եկել Էդվարդ Սարոյանի դերում։ Շարլ Ազնավուրը։ Ճիշտ է, Ալեքսեյ, Թումանյանի քարյակում երազի մեջ ինչ կենդանի էր եկել հարցմունքի ձագի համն իմանալու համար։ Ուլ։ Սխալ է Մաքի։ Ռոբերտ, որ պետությանն է պատկանում Անտարկտիդա մայրցամաքը։ Ոչ մի։ Ճիշտ է։ Անահիտ, Բանկ։ Կարթագենցի, որ զորավարի Ռոն գետով անցումն է պատկերել ֆրանսիացի նկարիչ Անրի Պոլ Մոտը։ Հաննիբալ։ Ճիշտ է։ Սմբատ, մթնոլորտային ինչ երևույթ էին հնում հայերն անվանում Արամազդի Ծիածա։ Ճիշտ է։ Արթուր, Բանկ։ Կովկասյան, որ մայրաքաղաքի քաղաքագլուխն է մոտ 3 տարի եղել Հովանես Իսմիրյան։ Թբիլիսի։ Ճիշտ է։ Արշակ, Բանտում թե հոգեբուժարանում է Ադոլֆ Հիտլերը գրել Իմ պայքարը գրքի մի մասը։ Բանտում։ Ճիշտ է։ Էմա, որ երկրին է պատկանում խորտակված Տիտանիկ նավը։ Անգլիա։ Մեծ Բրիտանիա, դա ճիշտ պատասխան է։
Վոլոդիա, Հանք քրիստոնեության, որ ուղղությունը առավել մեծաթիվ հետևորդներ ունի Ավստրիայում։ Կաթոլիկ։ Ճիշտ է։ Ալեքսեյ, խառնածին բառի, որ հոմանիշը կարելի է գտնել ամեթիստ բառի մեջ։ Խառը։ Սխալ է մեթիս։ Ժամանակն ավարտվեց։ Դուք անշուշտ կարող եք 250,000 դրամ վաստակել այս փուլում, բայց բանկ ուղարկեցիք ընդամենը 35,000 դրամ։ Ով է կանգնելու ինտելեկտուալ պատվանդանի ամենավերջին աստիճանին։ Ով էր սխալ գնացք նստել եւ պետք է իջնի անմիջապես հենց առաջին կայարանում։ Ձեզանից մեկը պետք է հեռանա դատարկաձեռն։ Ժամանակն է բարձելու, թե ով է ամենաթույլ օղակը։ Առաջին փուլում գրեթե բոլոր մասնակիցները տվել են մեկական ճիշտ պատասխան, իսկ մեծամասնությունը 2-ը։ Այս վիճակագրությունից դուրս է մնում Ալեքսեյը։ Նա սահմանափակվել է 3 սխալ պատասխանով։ Ալեքսեյը փուլի թույլ օղակն է։ 2 ճիշտ պատասխան տված մասնակիցներից Վոլոդյան է բոլորից շատ գումար ուղարկել բանկ։ Նա ուժեղ օղակն է։ Ով կհայտնվի խաղից դուրս վիճակում։ Քվեարկությունն ավարտված է։ Ծանոթանանք թիմի քվեարկության արդյունքներին։ Ալեքսեյ, 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 Արթուր, Վոլոդիա, Ալեքսեյ, Ռոբերտ, ինչ մասնագիտություն ունեք։ Լոգիստ եմ, աշխատում եմ բեռնափոխադրումների, մեքենաների փոխադրման ոլորտում։ Հայաստանի տարածքով։ Այո, եւ ոչ միայն։ Երազում եք լուսավոր հետք թողնել ձեզնից հետո։ Նախադրյալներ կան, թե դեռ չեք շտապում։ Աշխատում ենք, մտածում եմ այդ ուղղությամբ ու գտնում եմ, որ եթե երազանք ունենալ, ապա այդպիսին ոչ նյութական, այլ մի այնպիսի բան, որին պետք է հետևել ու առաջնորդվել այդ երազանքով։ Նշել եք, որ դիվանագիտորեն եք մոտենում բոլոր հարցերին, մեր խաղը հարցերի մասին է։ Մեզ պետք են հստակ եւ ցանկալի է ճիշտ պատասխաններ, ոնց եք վարվելու։ Փորձելու եմ հնարավորինս անաչառ լինել ընտրության հարցում, լինել թիմային խաղացող եւ օգնել ընկերներիս հասնել այն կետին, որտեղից արդեն մենք սկսելու ենք իրար դեմ խաղալ։ Հասկանալի է։ Անահիտ, դուք ձեզ համարում եք խարիզմատիկ մարդ։ Ինչ է նշանակում խարիզմատիկ։ Նշանակում է լինել գրավիչ, հաճելի, այլոց աչքում, ինչու՞ չէ նաև սեփական։ Դա նշանակում է աստվածատուր շնոր։ Ինչ շնոր ունեք դուք, Անահիտ։ Դե թերևս ունեմ լավ հիշողություն, լավ կենտրոնացում եւ կարողանում եմ դժվար իրավիճակներում ինձ լավագույնս դրսեւորել։ Մենք ականատես կլինենք, հուսով եմ, այս խաղի ընթացքում։ Ես եւս։ Ալեքսեյ, եկել եք, որ համոզվեք, որ տանից պատասխանելն ավելի հեշտ է։ Համոզվեցիք։ Այո։ Գնացեք տուն։ Դուք ամենաթույլ օղակն եք։ Որոշումը արդարացիորեն էր, որովհետև իրոք հուզմունքս շատ էր ու ես իրոք ամենաթույլ օղակն եմ, որովհետև չկարողացա տիրապետել հուզմունքը, բայց մի կողմից էլ ուրախ եմ, որ կարողացա վերջապես մասնակցել այս խաղին։ Մաղթում եմ մնացածին դիտարժան խաղ ու բոլորին հաղթանակ, ով արժանի է թող հաղթի։ Փուլ երկրորդ։ Եվ դուք բանկում ունեք 35,000 դրամ, չնայած կարող եք ունենալ 250,000։ Խաղում մնացել է 7 մասնակից եւ այս փուլը նախորդից կարճ կլինի 10 վայրկյանով։ Մենք սկսում ենք խաղալ նախորդ փուլի ուժեղ մասնակցից։ Եվ դա, Վոլոդիա, դուք եք։ Շարունակում ենք խաղալ թույլ օղակ։ Ժամանակ։ Վոլոդիա, անգլիացի որ գիտնականն է փիլիսոփայության սկզբունքներ աշխատության հեղինակը։ Իսահակ Նյուտոն։ Ճիշտ է, Ռոբերտ։ Եվրոպական որ երկրից է 19-րդ դարի առաջին կեսին անկախություն ստացել Արգենտինան։ Իսպանիա։ Ճիշտ է, Անահիտ։ Քանի ատառ կա հեծանվահրապարակ բառում։ 6, Սխալ է 5։
Սմբատ, փողային թե հարվածային երաժշտական գործիք է դափը։ Հարվածային։ Ճիշտ է, Արթուր։ Որ երկրի արվեստի եւ մշակույթի ընդհանրական անվանումներից է Quattrocento։ Իտալիա։ Ճիշտ է, Արշակ։ Բանկ։ Որ հոգևոր առաջնորդի 13 կանանցից մեկն է եղել Սաուդա բինթ Զաման։ Փաս։ Մուհամեդ, Էմա, Վայոց ձորի մարզի որ գյուղի տարածքում է գտնվում Հերհերի ջրամբարը։ Չգիտեմ։ Հերհեր, Վոլոդյա, երկար մատ որ բառով է հայերենում կոչվում ջրի ծախսի ցուցանիշը չափելու գործիքը։ Անսամբլ։ Ջրաչափ, Ռոբերտ, անգլերենից բացի որ լեզվով հատվածներ կամ Beatles խմբի Միշել երգում։ Ֆրանսերեն։ Ճիշտ է, Անահիտ, հոլիվուդյան որ դերասանուհին է Լարա Քրոֆտ դամբարանների թալանողը ֆիլմում հանդես եկել գլխավոր հերոսուհու դերում։ Անջելինա Ջոլի։ Ճիշտ է։ Սմբատ, ինչպես են կոչվում ձկների շնչառության օրգանները։ Ռիկներ։ Ճիշտ է, Արթուր։ Բանկ։ Օսկարակիր որ դերասանն էր Ոսկե ծիրան 21-րդ կինոփառատոնի պատվավոր հյուրը։ Էմիլ Կուստուրիցա։ Սխալ է Քևին Սփեյսին։ Արշակ, գերմանացի որ կոմպոզիտորի ազգանունը կարող են գտնել Զինա Բախում բառի մեջ։ Բախ։ Ճիշտ է, Էմա։ Բամբուկից թե ապակուց պատրաստված թրերով էին մրցում ճապոնական կենդո մարտարվեստում։ Բամբուկ։ Ճիշտ է, Վոլոդյա։ Բանկ։ Ինչ ազգանունով է առավել հայտնի աշխարհի ամենահարուստ մարկանցից համարվող Ջեֆրի Յորգենսենը։ Բեզոս։ Ճիշտ է, Ռոբերտ, քիմիական որ տարի անվանումը կարելի է գտնել ակլոր բառի մեջ։ Ֆլոր։ Ճիշտ է, Անահիտ։ Ռազմաճակատի որ ուղղությունից նորություն չկար Էրիխ Մարիա Ռեմարկի հայտնի ստեղծագործությունում։ Արևմտյան։ Ճիշտ է։ Սմբատ, Բանկ։ հայերենում ինչերից դուրս գալն են մեջբերում ինքնատիրապետման կորուստը բնորոշելու համար։ Ափերից։ Ճիշտ է, Արթուր։ Բանկ։ Ես չհասցրեցի հնչեցնել հարցը, բայց դուք Արթուր հասցրեցիք բանկ ուղարկել։ Դուք հնարավոր 250,000-ից բանկ եք ուղարկել ընդամենը 65,000 դրամ։ Ով է այն ուղևորը, որը չի հասնի վերջին կայարան, ում գիտելիքների պաշարը չբավականացրեց մեկնարկային արագության համար։ Ժամանակն է պարզելու, թե ով է ամենաթույլ օղակը։ Երկրորդ փուլում խաղի առաջատարները Սմբատն ու Ռոբերտն են։ Նրանք տվել են 3 ճիշտ պատասխան եւ չեն սխալվել։ Սակայն Սմբատը նաեւ գումար է բանկ ուղարկել։ Ուստի նա է ուժեղ օղակը։ Արթուրը, Արշակը եւ Էմման մեկական անգամ սխալվել են, բայց Էմման ի տարբերություն թիմակիցների գումար բանկ չի ուղարկել։ Վիճակագրորեն նա թույլ օղակն է։ Որքանով կհամընկնեն վիճակագրությունն ու քվեարկությունը։ Քվեարկությունն ավարտված է։ Հիմա կիմանանք, ում է թիմը համարում թույլ օղակ։ Վոլոդյա։ Ռոբերտ։ Էմմա։ Արշակ։ Արթուր։ Էմմա։ Արշակ։ Արթուր, Այո։ Մոնտե Քրիստո վեպը ինչու չեք սիրում։ Դաժան սուժեներ չեմ սիրում։ Այսինքն մեր խաղը չեք սիրում։ Այստեղ շատ դաժան է անցնելու։ Սիրահարեք հոկեյի։ Ֆուտբոլի, հոկեյի, մեծ թենիս, բասկետբոլ։ Հետևում եք հայկական հոկեյին։ Կարող եք գոնե 2 հայ հոկեյիստի անուն ասել։ Լավ, 1 Հայաստանում թե ընդհանրապես աշխարհում։ աշխարհում կարող եք ասել։ Օրինակ Արսեն Գասպարյան։ Հիշեք։ Շատ բարի։ Ռոբերտ, ինչու եք հերացնում Էմային։ Ինչքանով ինձ խաղի տեմպը թույլ է տալիս գնահատել, բոլորս են քիչ թե շատ վրիպում ու ժամանակ կորցնում խաղի ընթացքում, բայց չեմ ուզում սխալված լինել, ինձ թվաց թե ամենաշատը այդ գործողությունը, ամենաշատ ժամանակն ու սխալ պատասխաններն ուներ Էման, կարող է ես սխալվեմ։ Ռոբերտ, այնքան ծավալուն եք խոսում, ես առաջարկում եմ մի քիչ համառոտ լինեք, Լարվածությունից, Այո, ներողություն։ շատ լավ։ Վտանգավոր գոտում գտնվում է 2 մասնակից։ Էման եւ Արշակը։ Ով է մնալու խաղի մեջ, որոշելու է նախորդ փուլի ուժեղ մասնակիցը։ Եվ դա Սմբատ դուք եք։ Բայց մինչ այդ կուզեի լսել ձեզ Արշակ։ Կհիմնավորեք ինչի պետք է դուք մնաք խաղում։
Դե իմ կարծիքով ես հասցրել եմ եւ բանկ գումար փոխանցել եւ այդքանը շատ չեմ սխալվել ու վստահ եմ, որ հետագայում ավելի շատ հարցերի կպատասխանեմ ու ավելի շատ օգուտ կտամ թիմին։ Էմա, ինչով կհիմնավորեք ձեր խաղում մնալու կարևորությունը։ Ես կարծում եմ, որ իմ գիտելիքներով կկարողանամ թիմին օգուտ բերել։ Դուք լսեցիք որոշակի հիմնավորումներ եւ սմբատ հիմա որոշում եք։ Գրելուց առաջ տատանվում է երկու մասնակցի մեջ, Վոլոդիա եւ Էմայի, քանի որ Վոլոդիան արդեն դուրս եկավ վտանգավոր գոտուց, Էման կլքի խաղը։ Էմա, ձեր անվան ծագման մասին մի քանի վարկած կա, թե ինչ է նշանակում Էմմա անունը, որն է ճիշտ ես չեմ կարող պնդել, բայց մի բան կարող եմ հաստատ ասել, որ դուք ամենաթույլ օղակն եք։ Խաղից շատ գոհ եմ, գալուց առաջ չէի մտածում, որ երկու փուլ կմնայի, մտածում էի առաջին փուլից դուրս կգայի, շատ լավ էին տպավորություններս, եկել էի խաղից հաճույք ստանալու համար։ Փուլ 3. Այս պահի դրությամբ դուք բանկում ունեք կլորիկ գումար 100,000 դրամ, բայց կարող եք ունենալ ավելի խոշոր կլոր գումար 500,000 դրամ։ Մնացել եք 6 հոգի, մենք ձեր խաղաժամանակը կրճատելու ենք կրկին 10 վայրկյանով եւ խաղը սկսելու ենք նախորդ փուլի ուժեղ մասնակցից եւ դա սմբատ դուք եք։ Խաղում ենք թույլ օղակ։ Ժամանակ։ Սմբատ Իտալացի, որ գործիչն է 1912-ից 14 թվականներին եղել Ավանտի թերթի գլխավոր խմբագիրը։ Գարիբալդի։ Սխալ է Մուսոլինի, Արթուր Ֆրանսիական որ ամրոցի գրավումն է պատկերել Ժան-Պիեր Ուելը։ Բաստիլ։ Ճիշտ է, Արշակ։ Ինչ գույն ունեն քլորելլա ջրիմուրները։ Կանաչ։ Ճիշտ է։ Վոլոդիա։ Բանկ։ Երկու բառով ավարտեք ասացվածքը, կամ աղն է պակաս։ Կամ մաղը։ Ճիշտ է։ Ռոբերտ։ Միջագետքում թե ացտեկների մոտ է տարածված եղել մարդուկ Աստծո պաշտամունքը։ Միջագետքում։ Ճիշտ է, Անահիտ։ Նկարչության որ ուղղությունում է ստեղծագործել Կիլիկյան դպրոցի ներկայացուցիչ Ավագ Ծաղկողը։ Մանրանկարչություն։ Ճիշտ է։ Սմբատ, ալպիական ինչ ծաղիկի անվանումով պատմվածք ունի Աքսել Բակունցը։ Մանուշակ։ Ճիշտ է, Արթուր։ Որ գիտնականի անունով է կոչվում էվոլյուցիոն փոխակերպումների արագության չափման միավորը։ Չարլզ Դարվին։ Ճիշտ է։ Արշակ։ Բանկ։ Արևմտահայ որ գրողն է անունը ստացել Գրիգոր Լուսավորչի օրը ծնվելու համար։ Միսակ Մեծարենց։ Սխալ է Գրիգոր Զոհրաբ, Վոլոդիա, քանի աստղ կա ՀՀ ոստիկանության ավագ լեյտենանտի ուսադիրի վրա։ 3 Ճիշտ է, Ռոբերտ։ Հոլիվուդյան որ դերասանն է առաջին անգամ կերտել մասնավոր խուզարկու Էյս Վենտուրայի կերպարը։ Ջիմ Քերի։ Ճիշտ է, Անահիտ։ Բանկ։ Եվ ջրի ակունք, եւ թանկարժեք քար, եւ անիվ։ Ակ։ Ճիշտ է։ Սմբատ։ Հայաստանի որ քաղաքն է վարչական սահմանով հարում Արարատի, Արմավիրի, Արագածոտնի եւ Կոտայքի մարզերին։ Երևան։ Ճիշտ է, Արթուր։ Բանկ։ Ամերիկյան ֆուտբոլի թե բասկետբոլի ամենամյա չեմպիոնական հանդիպումն է կոչվում Սուպեր Բոուլ։ Ֆուտբոլի։ Ճիշտ է, Արշակ։ Հայերենում ինչն է տելն են մեջ վերում մարտի կամ վեճի հրավիրելը նկարագրելու համար։ Հաս։ Ձեռնոց։ Վոլոդիա։ Ինչի է հավասար 80 եւ 82 թվերի միջին թվաբանականը։ 75 Սխալ է 81-ի։ Ռոբերտ։ Այս փուլում դուք կարողացաք ընդամենը բանկ ուղարկել 60,000 դրամ, որ ինքնաթիռը կգնա հարկադիր վայրեջքի ինտելեկտուալ խնդիրների պատճառով։ Ով է այս այգում մոլախոտը։ Ժամանակն է պարզելու, թե ով է ամենաթույլ օղակը։ Այս փուլում բոլորից շատ ճիշտ պատասխան տվել է Արթուրը, նա ուժեղ օղակն է։ Բոլորից շատ սխալվել է Արշակը, նա թույլ օղակն է։ Ում դեմ կքվեարկեն բոլորից շատ։ Քվեարկությունն ավարտված է։ Հիմա կպարզենք, ում է հրաժեշտ տալիս թիմը։ Արշակ։ Արշակ։ Վոլոդիա։ Արշակ 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 Սմբատ, որտեղ եք սովորել։ Սկսել եմ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում։ Շարունակել եք։
Շարունակել եւ ավարտել եմ Ռուսաստանի տրանսպորտի համալսարանը։ Որտեղ եք աշխատում։ Հարավկովկասյան երկաթուղի ընկերություն։ Ձեզ Մոսկվայից են նշանակել այդ պաշտոնի։ Ոչ։ Երազում եք տարվա կեսը ճամփորդել։ Այո։ Առաջարկում եմ փոխել ձեր պաշտոնը, դառնալ մեքենավար եւ տարվա կեսը ճամփորդել Երևան, Մախինջաուրի, Երևան, Մայրուղով։ Իմ ճամփորդելու սահմանները մի քիչ ավելի լայն են, քան այսօրվա մեր սահմանները թույլ են տալիս երկաթուղային։ Վոլոդյա, Այո։ խոսնեք մի քիչ արշակից։ Խաղի բնույթից ելնելով պետք է ամեն փուլի մի մասնակից վերանա, դա բնական process է, այս փուլի թույլ օղակը իմ տրամաբանության բարշակներ։ Կարծեմ երկու հարցի սխալ պատասխանեց, դա որոշիչ եղավ էլի ընտրության հարցում։ Արշակ։ Լեզվաբան եք։ Գիտեմ, որ տիրապետում եք լատիներենի։ Ինձ կհասկանաք։ Tu infirmissimus nexus։ Դուք ամենաթույլ օղակն եք։ Շատ հաճելի էր մասնակցել թույլ օղակին, շատ դրական տպավորություններ ունեմ այս նախագծի մասին, շատ հետաքրքիր էր, ճիշտ է, պահիտակ այնպես ստացվեց, որ չկարողացա կողմնորոշվել, մտածում եմ կհաղթի Անահիտը, շատ հաճելի խաղ էր, ցանկանում եմ միայն այսպիսի նախագծերը շատ լինեն մեր եթերներում։ Փուլ 4. Բանկում կարող էր լինել 750,000 դրամ, բայց հասանելի մնացորդն է 160,000-ը։ Պայքարը շարունակելու ենք 5 մասնակցով եւ այս փուլում եւս ժամանակը կրճատվելու է 10 վայրկյանով։ Խաղը սկսելու ենք նախորդ փուլի ուժեղ մասնակցից, դա Արթուր դուք եք։ Խաղում ենք թույլ օղակ։ Ժամանակ։ Արթուր, որ կենթանու լատիներեն անվանումն է կամելուս։ Ուխտ։ Ճիշտ է, Վոլոդյա, որ ծովի խոշորագույն կղզին է Սիցիլիան։ Միջերկրական։ Ճիշտ է, Ռոբերտ։ Բանկ։ Միջնադարում թե ապագայում են տեղի ունեցել Քրիստոֆեր Նոլանի Ինտերստելար ֆիլմի իրադարձությունները։ Ապագայում։ Ճիշտ է, Անահիտ։ Ըստ ճանապարհային երթևեկության կանոնների Հայաստանում բակային տարածքներում քանի կիլոմետր ժամը չի կարելի գերազանցել։ 40 Սխալ է 20։ Սմբատ, ամերիկացի որ լեգենդար բռնցքամարտիկն է իսլամ ընդունելի ստացել Մալիկ Աբդուլ Ազիզ անունը։ Մոհամեդ Ալի։ Սխալ է Մայք Թայսոն։ Արթուր, որ ճանապարհորդի Հնդկաստան մեկնումն է պատկերել պորտուգալացի նկարիչ Ալֆրեդո Ռոկե Գամեյրոն։ Կոլումբոսի։ Սխալ է Վասկո դա Գամա։ Վոլոդյա, 4 տարանի որ բարով է կոչվում սովորաբար տարբեր ակցիաների ժամանակ ապրանքի ընդհանուր արժեքի նվազեցումը։ Սեղջ։ Ճիշտ է։ Ռոբերտ, հայոց որ սպարապետն է իմ պատասխանը աշխատությունում ներկայացրել Սյունիքի հերոսամարտերը։ Գարեգին Նժդե։ Ճիշտ է, Անահիտ։ Բանկ Սուրճի թե թեյի տեսակ է Black Ivory-ն։ Սուրճի Ճիշտ է։ Սմբատ, առավելագույնը, քանի փրված անկյուն կարող է ունենալ եռանկյունը։ 1 Սխալ է 0։ Արթուր, Արագածոտնի մարզի որ գյուղն է նախկինում հայտնի եղել նաև Մղոն, Մոգնի եւ Մողան անվանումներով։ Մուղնի։ Ճիշտ է, Վոլոդյա։ Մարմնի որ մասի բորբոքումն է կոչվում օտիտ։ Ականջ։ Ճիշտ է։ Ռոբերտ, 4 տարանի որ բարով է կոչվում երկաթի մակերեսի կարմրագորշ փառանման շեշտը։ Ժանգ։ Ճիշտ է, Անահիտ։ Բանկ Հայ որ ռեժիսորի ավագ եղբայրն է դերասան Մհեր Մկրտչյանը։ Ալբերտ Մկրտչյան Ճիշտ է։ Սմբատ, խորհրդային որ ֆիլմում է հնչում ավտոմեքենան, ոչ թե շքեղությունը, այլ փոխադրամիջոց։ Ինչ ասեմ, աննախադեպ արդյունք է գրանցվել։ Չնայած ձեր թիմից այդքան էլ սպասելի չէր, բայց դուք վաստակեցիք ընդամենը 40,000 դրամ, մինչդեռ ունեիք 250,000 վաստակելու հնարավորություն։ Ով է խառնվել ինտելեկտուալների ամբոխին եւ հույս ուներ աննկատ մնալ։ Ում գլխավերևում է փայլում գիտելիքների գիլյոտինը, ժամանակն է պարզելու ով է ամենաթույլ օղակը։ Երբեմնի ուժեղ օղակ Սմբատն այս փուլում թույլ օղակի կարգավիճակում է։ Ոչ ճիշտ պատասխանը տվել, ոչ էլ գումար ուղարկել բանկ։ Փուլի ուժեղագույն մասնակիցները Վոլոդյան եւ Ռոբերտն են, 3-ական ճիշտ պատասխանով։ Ռոբերտը նաև չի մոռացել հնչեցնել բանկ բառը, ուստի նա է ուժեղ օղակը։ Ինչ վճիռ կկայացնի թիմը։ Քվեարկությունն ավարտված է։ Հիմա կիմանանք, ըստ թիմի ով է ամենաթույլ օղակը։
Անահիտ, Սմբատ, Սմբատ, Վոլոդյա, Արթուր, Վոլոդյա, այո, հասարակագիտության ուսուցիչ եք։ այս բան դասավանդում եմ, այո։ Որտեղ Դասավանդում եմ մեր մարզում, Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում։ Վոլոդյա պրոգրեսիվ ռոք եք սիրում։ Այո, Որ խումբն եք սիրում։ հատկապես Pink Floyd հիմնականում։ Կարծում եք, որ պրոգրեսիվ ռոք են նվագում։ Դե պրոգրեսիվ փսիխոդելիկ էլի այդ ոչի Հասկանալի է։ Պրոգրեսիա տեսնում եք խաղի ընթացքում, թե միայն պսիխոդելիա է։ Ոչ։ Կամ Անահիտ, ինչու Արթուրը։ Այս փուլում սխալվեցին թե Սմբատը եւ թե Արթուրը, սակայն նախորդ փուլերում Սմբատը շատ ավելի լավ խաղ ցուցաբերեց, այդ իսկ պատճառով ընտրեցի Արթուրին։ Թեև հանուն արդարության նշեմ, ես ինքս էլ սխալվեցի, բայց գումար եմ ուղարկել։ Ես ձեզ հասկացա։ Սմբատ, ես սիրով կերքեի ձեզ համար, բայց ձեր գնացքն արդեն մեկնել է, դուք ուշացել եք դրանից, բայց ես չեմ երգում թույլ օղակների համար։ Դուք ամենաթույլ օղակն եք։ իրականացավ իմ պատանեկան տարիների երազանքներից մեկը, ես խաղացի այս հեռուստանախագծում, տպավորությունները շատ դրական են, ամեն ինչ հրաշալի անցավ, իհարկե ցանկալի է շարունակել, բայց այդպես որոշեց թիմը, թիմի որոշումը պետք է ընդունել։ Կարծում եմ բավականին բարձր բանկ կհավաքվի, որպես ֆավորիտ տեսնեմ Ռոբերտին։ 5-րդ փուլ։ Եվ դուք հնարավոր միլիոնից բանկում ունեք ընդամենը 200,000 դրամ։ Մենք ձեր խաղաժամանակը այս փուլում կրճատում ենք կրկին 10 վայրկյանով եւ 5-րդ փուլը կսկսի 4-րդ փուլի ամենաուժեղ մասնակիցը Ռոբերտը։ Խաղում ենք թույլ օղակ։ Ժամանակ։ Ռոբերտ, Երևանի որ բուհն է ղեկավարում հայտնի հայագետ Դավիթ Գյուրջինյանը։ Երևանի պետական համալսարան, Սխալ է Բրուսովի անվան համալսարան, Անահիտ, ռազմական կարիերայի ընթացքում քանի ճակատամարտում է պարտվել Ալեքսանդր Սուվորովը։ Ոչ մի։ Ճիշտ է։ Արթուր, մշտադալար ինչ ծառի անվանում կստանանք Սոչի բառի առաջին տառը փոխելու դեպքում։ Նոճի, Ճիշտ է։ Վոլոդյա, Բանկ։ ձմեռային որ մարզաձևի անվանումն է անգլերենից բառացի թարգմանվում որպես կարճ ճանապարհ։ բիատլոն, Սխալ է, short track։ Ռոբերտ, շվեդ որ գիտնականն է առաջին անգամ կիրառել օրգանական քիմիա եզրույթը։ Լայնուս Պոլինգ, Սխալ է Բերցելիուսը։ Անահիտ, որ ստրկուհու մասին էր ԽՍՀՄ-ում ցուցադրված առաջին հեռուստասերիալը։ Իզաուրը։ Ճիշտ է։ Արթուր, քանի քառակուսուց է կազմված պենտամինո կոչվող պատկերը։ 10, Սխալ է 5։ Վոլոդյա եւ արևելյան բանաստեղծության ձև եւ այս քաղների խմբին պատկանող կենթանի։ չգիտեմ, Գազել։ Ռոբերտ, որ մարզական մեկնաբանն է Արարատ 73 հայկական ֆուտբոլի ոսկեդարը գրքի հեղինակը։ Կոթե Մախարաձե, Սխալ է Սուրեն Բաղդասարյան։ Անահիտ, ֆրանսիացի որ դերասանի հետ է ամուսնացած եղել Մոնիկա Բելուչին։ Վենսան Կասել։ Ճիշտ է։ Արթուր, բանկ, իսլանդացի որ երգչուհին է Խավարում պարողը ֆիլմում հանդես եկել գլխավոր դերում։ Մայլի Սայրուս, Սխալ է Բյորկ։ Վոլոդյա, քիմիական որ տարրն է պարբերական աղյուսակում նշվում լատիներեն N եւ O տառերով։ ազոտ թթվածին, Դա սխալ պատասխան է։ Ճիշտ պատասխան է Նոբելիում։ Դուք այս փուլում վաստակեցիք շատ խոշոր գումար, այն է 15,000 դրամ։ Ով այդքան հեշտ մսխեց դժվար վաստակած վստահությունը։ Ով լեզվի անզգույշ շարժումով շուռ տվեց վաստակած համբավը, ժամանակն է պարզելու, թե ով է ամենաթույլ օղակը։ Այս փուլի դրական եւ բացասական հերոսները Ռոբերտն ու Անահիտն են։ Նրանց խաղային վիճակագրությունը շատ նման է, բայց ունի հայելային պատկեր։ Անահիտը տվել է 3 ճիշտ եւ 0 սխալ պատասխան։ 0 ճիշտ եւ 3 սխալ պատասխան էլ հնչեցրել է Ռոբերտը։
Անահիտն ուժեղ օղակն է, թույլ օղակը Ռոբերտն է։ Ով ստիպված կլինի հեռանալ։ Քվեարկությունն ավարտված է։ Այժմ կիմանանք, ով է դուրս մնում հետագա պայքարից։ Ռոբերտ, Ռոբերտ, Արթուր, Վոլոդիա, Անահիտ, այո, առաջին երկիրը, ուր ուզում եք ճամփորդել, դա Եգիպտոս եւ Հունաստան, բնականաբար մասնագիտության բերումով, Եգիպտոս ուզում եք մեկնել բուրգերը տեսնելու։ եւ ոչ միայն, լինել եգիպտական թանգարանում, լինել այն երկրում, որն առաջինն է կանգնած քաղաքակրթության ակունքներում, իսկ Հունաստանը որպես մշակույթի եւ գեղեցիկ արվեստների հայրենիք։ Արթուր, այո, չափից շատ պատասխանատվությամբ եք կյանքին վերաբերվում, այդպես էիք նշել։ այո, Այդ հարցում չափից շատը ո՞րն է։ պետք եղածից շատ էլի, շատ լուրջ եմ վերաբերվում ամեն ինչին, ու շատ ծանր եմ տանում, որ սխալ եմ պատասխանում։ Ռոբերտ, ներեցեք, բայց դիվանագիտորեն չի ստացվի ասել, հեռացեք։ Դուք լոգիստ եք, ձեր տեղափոխման հարցերը ինքներդ կհոգաք։ Դուք ամենաթույլ օղակն եք։ տպավորված եմ, շատ մարզական միջավայրում անցավ ամեն ինչ։ Վերջի խաղափուլում դարձա թույլ օղակը, ես ընդունում եմ իմ վատ խաղը վերջի փուլում, բայց ես նկատել եմ, որ սա այս փուլում իմ միակ սխալներն էր։ Ես նախորդ փուլերում սխալ չէի պատասխանել, ինչևէ, սա խաղ է ու բավականին տպավորված մնացած մասնակիցներին մաղթում եմ հաջողություն, թող հաղթի ուժեղագույնը։ Փուլ 6-րդ։ Այս պահին բանկում կա 215,000 դրամ, բայց կարող էր լինել 1,250,000։ Խաղում մնացել է լավագույն եռյակը, որն այս փուլում կունենա 10 վայրկյանով ավելի քիչ ժամանակ, եւ մենք կսկսենք խաղը նախորդ փուլի ուժեղ մասնակցից, այս անգամ Անահիտից։ Արթուր, Վոլոդիա, Անահիտ, խաղում ենք թույլ օղակ։ Ժամանակ։ Անահիտ, Եգիպտոսի որ քաղաքում է ծնվել օպերային երգչուհի Գոհար Գասպարյանը։ Կահիրե, Ճիշտ է։ Արթուր, որ լեռան արևելյան լանջին է գտնվում հայոց Այբուբենի հուշարձանը։ Արագած, Ճիշտ է։ Վոլոդիա, չինական որ խաղը խաղալու համար է ստեղծված AlphaGo ծրագիրը։ Աջոնք, Սխալ է Go։ Անահիտ, Գիշատիչ, ինչ կենթանու անվանում կարելի է ստանալ լուսին բառում մեկ ձայնավոր փոխելով։ Լուսան, Ճիշտ է։ Արթուր, բանկ, Քանի տարի անց են տեղի ունենում Ալեքսանդր Դյումայի 3 հրացանակիրները վեպի երկրորդ մասի իրադարձությունները, ճիշտ է։ Վոլոդիա, հայկական որ ֆիլմում է հնչում «Երթամ քեզի համար խնձոր բերի» արտահայտությունը։ կտորմը երկինք, Ճիշտ է։ Անահիտ, որ մրգից է պատրաստվում ամերիկյան Applejack խմիչքը։ խնձոր, Ճիշտ է։ Արթուր, բանկ, հույն որ փիլիսոփայի մետաֆիզիկա աշխատությունն է 17-րդ դարում լատիներենից հայերեն թարգմանել Ստեփանոս Լեհացին։ Արիստոտել, Ճիշտ է։ Վոլոդիա, 10 ատոմային կարգաթվով, որ գազն են հաճախ օգտագործում լուսային ցուցանակներում։ օզոն, Սխալ է նեոն։ Անահիտ, զենքի ինչ տեսակ է հռոմեական գլադիուսը։ թուր, Ճիշտ է։ Արթուր, բանկ, Լատինական Ամերիկայի որ երկրում է ծնվել գործարար Էդուարդո Էրնեկյանը։ Արգենտինա, Ճիշտ է։ Վոլոդիա, որ գույնի գվարդիայի մասին է Միխայել Բուլգակովի առաջին վեպը։ սպիտակ, Ճիշտ է։ Անահիտ, քանի մարդու միջև է բաժանված իշխանությունը տետրարխիա կոչվող։ Ժամանակն ավարտվեց եւ այս փուլը ոչինչով չի տարբերվում նախորդից։ Դուք նույն կերպ այն տապալեցիք։ Դուք կարող էիք վաստակել 250,000 դրամ, բայց վաստակեցիք 30,000-ը։ Ով է ստանում բախտը փորձելու շանս, բայց ոչ այս խաղում։ Ով չհասցրեց ամրագրել իր տեղը եզրափակչում։ Ժամանակն է պարզելու, թե ով է ամենաթույլ օղակը։ Եզրափակից առաջ Անահիտն ու Արթուրը ոչ ոքի են գրանցում։ Երկուսի վիճակագրությունն էլ 4-0 է, հոգուտ ճիշտ պատասխանների։ Փուլի ողջ հասույթը բանկ է ուղարկել Արթուրը։
Նա ուժեղ օղակն է։ Վոլոդիայի մոտ սեփական պատասխանների միջև է ոչ ոքի, 2 ճիշտ եւ 2 սխալ։ Վերջիններն էլ նրան դարձնում են թույլ օղակ, ում առաջ կփակվեն եզրափակչի դռները։ Քվեարկությունն ավարտված է։ Հիմա կիմանանք, որ զույգն է ուղևորվում դեպի եզրափակիչ։ Վոլոդիա, Արթուր, Վոլոդիա, Անահիտ, դուք պատմության ուսուցչուհի եք։ Այո։ Ինչու եք խուսափում մաթեմատիկայի վերաբերող հարցերից։ այնպես չի որ խուսափում եմ, պարզապես դա այնքան էլ իմ ոլորտը չէ եւ իմ նախասիրությունների մեջ չի մտնում։ Արթուր, այո, ում եք առաջինը զանգելու խաղից հետո։ աղջկաս, Քիչ է մնացել, որ զանգեք։ Վոլոդիա, ձեզ դժվար է հունից հանել, բայց ձեզ հանեցին ձեր թիմակիցները խաղից։ Դուք ամենաթույլ օղակն եք։ Խաղից տպավորություններս ընդհանուր առմամբ լավն են։ Փուլի ընտրության արդյունքում ես էի իսկապես թույլ օղակը տվյալներով ու բնական էր ընտրությունը այդպես էլ պիտի լիներ։ Խաղը հետաքրքիր էր, իրոք շատ, կարծում եմ կհաղթի Անահիտը։ Փուլ 7-րդ եւ հնարավոր 1.5 միլիոնից այս պայդրության բանկում կա 245,000 դրամ։ Խաղում մնացել է 2 մասնակից։ Այս փուլում ձեր վաստակած գումարը մենք կկրկնապատկենք եւ կավելացնենք նախորդ փուլերի շահույթին։ Սակայն այս փուլում դուք կունենաք կրկին 10 վայրկյանով ավելի քիչ խաղաժամանակ։ Խաղը կսկսի նախորդ փուլի ամենաուժեղ մասնակիցը եւ դա Արտուր դուք եք։ Անահիտ, Արտուր, խաղում ենք թույլ օղակ։ Ժամանակ։ Արտուր, որ Աստվածն է հիշատակվում Էրեբունի ամրոցի կառուցման մասին Արգիշտիի արձանագրությունում։ Խալեդ, Ճիշտ է։ Անահիտ, քանի արմատից է կազմված հրշեջապետ բառը։ 2 Սխալ է 3։ Արտուր, մարդանման որ կապիկների տեսակն է ներկայում տարածված միայն Կալիմանտան եւ Սումատրա կղզիներում։ օրանգուտան, Ճիշտ է։ Անահիտ, Բանկ, հետխորհրդային որ երկրի առաջին նախագահն է եղել Լեոնիդ Կրավչուկը։ Ուկրաինա, Ճիշտ է։ Արտուր, բանկ, Միլանի եւ որ ֆուտբոլային ակումբի միջև դիմակայությունն է կոչվում Միլանյան դերբի։ Միլան եւ Ինտեր, Ճիշտ է։ Անահիտ, Սանկտ Պետերբուրգի որ պալատն է մոտ 1.5 դար եղել Ռուսաստանի կայսրերի ձմեռային նստավայրը։ Էրմիտաժ, Սխալ է ձմեռային պալատ։ Արթուր, Կոթայքի եւ որ մարզի սահմանագլխին է գտնվում Աշտահակ լեռը։ Եղարքոնիքի, Ճիշտ է։ Անահիտ, Իտալերեն որ բառով է եվրոպական մի շարք զինված ուժերում կոչվել հեծելազորը։ մի հատ կկրկնեք։ Իտալերեն որ բառով է եվրոպական մի շարք զինված ուժերում կոչվել հեծելազորը։ Փաս, Կավալերիա։ Արթուր, ինչ փոխադրամիջոցի թանգարանն է Նիդերլանդներում գտնվող Վելորաման։ հեծանիվ, Ճիշտ է։ Անահիտ, որ երկրում է հայտնաբերվել։ Ես չհասցրեցի հարցը ընթերցել։ Պատմատնտեսագիտական զույգը կարող էր այս փուլում բանկ ուղարկել 500,000 դրամ, բայց չարեց, որովհետև ուղարկեց ընդամենը 10,000 դրամ։ Մենք իհարկե կկրկնապատկենք այս գումարը եւ ընդհանուր ձեզ մոտ այս պայդրությամբ բանկում առկա է 265,000 դրամ, չնայած կարող էր լինել 2 միլիոն։ Այս գումարը բաժին կհասնի ձեզանից միայն մեկին, որովհետև դուք հիմա խաղալու եք միմյանց դեմ։ Մենք հնչեցնելու ենք յուրաքանչյուրի հինգական հարց, կհաղթի նա, ով կտա ավելի շատ ճիշտ պատասխաններ։ Եթե ավարտվի ոչ ոքի, մենք կշարունակենք խաղը մեկական հարցով մինչև առաջին սայթակումը։ Եվ այսպես Արտուր, Անահիտ, խաղում ենք թույլ օղակ։ Արտուր, որպես նախորդ փուլի ուժեղ օղակ, դուք եք ընտրելու ով է սկսում եզրափակիչը։ թող սկսի Անահիտը։ Անահիտ, հայ որ գրողն է իր կյանքի ժամանակահատվածներից մեկը ամփոփել օրագրերում, դրանք անվանելով
Դորպատյան օրագրեր։ Խաչատուր Աբովյան։ Եվ դա ճիշտ պատասխան է։ Արթուր։ Միջնադարում գրված, որ ստեղծագործությունն է ֆրանսիացի հայագետ Ժան-Պիեր Մաեն անվանել փիլիսոփայական խորհրդածությունների փառահեղ մի տաճար։ Դատաստանագիրքը։ Դա սխալ պատասխան է։ Ճիշտ պատասխանն է Մատյան ողբերգության։ Անահիտ։ Չնայած Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայանի ամբողջական անվան մեջ հիշատակվում է այդ քաղաքի անվանումը, բայց օդանավակայանը այդ քաղաքի վարչական սահմաններից դուրս է։ Որ քաղաքի մասին է խոսքը։ Վաշինգտոն։ Դա ճիշտ պատասխան է։ Արթուր։ ԱՄՆ որ նահանգի վարչական կենտրոնն է Օլիմպիա քաղաքը, իսկ ամենախոշոր քաղաքը Սիեթլը։ Դալլաս։ Սխալ է, Վաշինգտոն նահանգ։ Անահիտ։ Որ երկրի ճարտարապետության ուղղություններից է Մանուելինոն, որը անվանումը ստացել է Մանուել առաջին հաջողակ թագավորի պատվին։ Իտալիա։ Դա սխալ պատասխան է։ Ճիշտ պատասխանն է Պորտուգալիա։ Արթուր։ 2004 թվականին Պելեի կազմած 125 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում 3 պորտուգալացի հայտնվեց։ Ռուի Կոշտան, Էյսեբիոն, իսկ ով է երրորդը։ Քրիստիանո Ռոնալդո։ Դա սխալ պատասխան է։ Ճիշտ պատասխանն է Լուիշ Ֆիգու։ Անահիտ, եթե դուք հիմա ճիշտ պատասխանեցիք, դուք հաղթում եք։ Բելգիայում, Լյուքսեմբուրգում և Նիդերլանդներում որ երկրի դեսպանն է եղել գրող Չինգիզ Այթմատովը։ Ղազախստան։ Դա սխալ պատասխան է։ Ճիշտ պատասխանն է Ղրղստան։ Արթուր, եթե դուք հիմա սխալ պատասխանեք, դուք պարտվում եք։ 2000 թվականի 4650 մետր բարձրություն ունեցող Ղրղստանի լեռներից մեկն անվանակոչվեց գրող Չինգիզ Այթմատովի պատվին։ Իսկ ինչ անվանում էր կրում այդ լեռը մինչև անվանակոչումը։ Ճանշին։ Դա սխալ պատասխան էր։ Լեռը մինչ այդ անվանում չուներ։ Անահիտ, դուք այսօր ամենաուժեղ օղակն եք եւ վաստակում եք 265,000 դրամ։ Արթուր, դուք սիրում եք հոկեյ, ձերը տափողակն է, ոչ թե թույլ օղակը։ Դուք հեռանում եք ձեռնունայն։ Դուք դիտում եք թույլ օղակը։ Սա ընդամենը խաղ էր։ Կհանդիպենք։ Նախ առաջինը շնորհավորում եմ Անահիտին արժանի հաղթանակի կապակցությամբ ամբողջ խաղի ընթացքում նա իրեն լավագույնս դրսևորեց, պատվաբեր է եւ հաճելի ուժեղ մրցակցին պարտվել։ Խաղից էմոցիաներս շատ լավն են, շատ դրական։ Խաղին իմ առաջին մասնակցությունն էր, անչափ տպավորված եմ եւ բազում էմոցիաներ ունեմ։ Կարծում եմ պետք է հենց սկզբից մոտենալ հաղթողի տրամադրությամբ եւ ամեն ինչ լավ կլինի։ Իրականում ունեի ուժեղ մրցակիցներ, իսկ եզրափակչում խաղացի նրանցից լավագույնի հետ։ Անչափ շնորհակալ եմ խաղի կազմակերպիչներին եւ բոլոր մասնակիցներին։